Եկար։ Բարև ձեզ հայր ջան։ Ես ձեզ հիմա ցույց կտամ վիդեո, որտեղ դուք կտեսնեք, որ այն ինչ որ ձեզ տելևիզորով ցույց են տալիս, բոլորը իրանց պերսոնաժներով, նախատեսված սցենարներով դրվագներ են։ Ու դուք կտեսնեք ոնց են վերաբերվում հանկարծակի բեմի վրա հայտնաբերված սցենարից դուրս ռեալ քաղաքացու հայի վերաբերյալ։ Լավ, եղբայր։ Ես շփվել եմ օրդ բարեկամներն, մենք ելտիկից իրար գիտենք։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Ես դեռ ուզում հատակվել ես ընկերոջը։ Լավ, եղբայր։ Ես շփվել եմ օրդ բարեկամներն, մենք ելտիկից իրար գիտենք։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Հիմա նորից ցույց եմ տալիս, ուշադիր նայեք։ Տեսակ ձեռից ոնց բռնեցին, մեկը ձեռից բռնեց, հանգարտ չկբնի Նիկոլին, մյուսն էլ մեջքից ոնց որ մեշոկից կուրտկեն բռնեց ու քաշեց ետ, ոնց որ մեշոկին։ Ուշադիր նայեք նորից հայր ջան։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Ես դեռ ուզում հատակվել ես ընկերոջը։ Լավ, եղբայր։ Ես շփվել եմ օրդ բարեկամներն, մենք ելտիկից իրար գիտենք։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Ես դեռ ուզում հատակվել ես ընկերոջը։ Լավ, եղբայր։ Ես շփվել եմ օրդ բարեկամներն, մենք ելտիկից իրար գիտենք։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Но это не кино. Ուշադրություն դարձրիք հայր ջան, այսինքն ձեզ որ տպավորություն են թողնում իրան բոլորը ուղակի քաղաքացիներ են, գյուղացիներ են, բանվորներ են, սովորական մարդիկ են, դրանք բոլորը իրան կողքը կայնած, բոլոր ԱԱՑ-ի աշխատողներ են, բոլոր իրան ախրանանա ժողովուրդ ջան, տեսակ, վրազ մեկը ձեռից բռնեց, մյուսը մեշոկի նման կուրտկից քաշեց, զատո աղջիկա հետ, ստիգնոջ հետը, ժպտերեսիկ եկավ կայնավ նկարվավ, որ ինքը շատ հասարակ վարչապետ է, ժողովրդի վարչապետն է, այսինքն իրանց հայախոս զոմբի արժեխը գալիս է արխային կայնում ասենց ժպտերեսիկ նկարվում է, մեզի որ բուկվարների մեջ, մեր գրքերի մեջ Լենին պապի էին նկարում երեխեքների հետ, երեխեքը գիրկը նստած, այ էսենց խաղեր են տալի ժողովուրդ ջան, ուշադիր նայեք։ Լավ, եղբայր։ Ես շփվել եմ օրդ բարեկամներն, մենք ելտիկից իրար գիտենք։ Բայց տիկնոջդ մի հատ նկարվեն։ Սիրով, տիգնոջ չքաշկրնեցին, տիգինը կայնած էր այդտեղ հերթի մեջ, որ պիտի կա պաչոտնի ինքը վարչապետի հետ նկարվի։ Տեսակ ոնց են վերաբերվում են որ հայտարարեց 3 միլիոն վարչապետ կան ու այս պապին միամիտ ձևով մտածելա, որ ինքը հավասար է Նիկոլին, չնայած Նիկոլն իրան ոտերի տակի կեղտն էլ չարժի, հավասար է Նիկոլի հետ, որ ինքը իրոք այս տիկնոջ նման կարա գա, սիրով նկարվի,
նկարվի սելֆի անեն, տեսակ ոնց են վերաբերվում, ուրեմն թոշակառույներ ջան, հայեր ջան, 600,000-ից ավել ձայն Հայաստանում, ձեր վրա խումար են խաղում, ձեզ հասցրել են ծայրահեղ քյասիբության, ենենց կուլտուրա ասեմ, կուլտուրա չի, ենենց սովորույթ են մտցրե ժողովրդի մեջ, հայ ազգի մեջ, որ երիտասարդները պետք է ապրեն առանցին, ոնց ուզում են, ոնց մտածում են ճիշտ, թող գնան ապրեն։ Մեր պապենական օրենքներով 3 սերունդն իրար հետ մի տան մեջ ապրել են։ Դա ճիշտն է, երբ որ արմատը, ստվոլը, չգիտեմ ոնց են ասում հայերեն, և ճղերը, կրոնան, միասին են ապրում, որ բերք ստանա ընտանիքը, որ շարունակություն ունենա, որ միջին սերունդը արմատներից սովորի ու տա ճղերին։ Էտենց է կյանքը շարունակվում, ժողովուրդ ջան։ Ուրեմն 90-ականներին, երբ որ երկրաշարժ արեցին, հայոց քարե տները սարքեցին դոմիկ, չգիտեմ, իմ տարիքի մարդիկ հիշեն անեկդոտ տարածեցին, այն վաղ չգիտենք, որ Նովի Արմենիա դա պարզվեց հայախոս թուրքերն ու ջվուդներն են։ Արդեն իշխանությունը ամեն ինչը տրվավ իրանց ձեռ բաց փաստորեն Նովի Արմենիա են խաղում։ Անեկդոտ տարածվեց։ Մեր լոմիկը գալիս է քանդի ձեր դոմիկը։ Ահա, մենք այն վաղ չհասկացանք, որ ջվուդները հայոց քարե տները, հիմքով սարկած տները, ամուր ընտանիքները, այսինքն քանդեցին, սարքեցին դոմիկ, հիմա էլ իրանց լոմիկներին, իրանց հայախոս աղջիկներին, շիքսաներին, ջվուդ բոզերին ուղարկեցին հայերի տուն հարս, ով գիտի ինչ կան, կիսուր ու կեսրեր, տեկր ու տալ թույնեցին ու սպանեցին, 1000 մի հիվանդության անվան տակ, ժողովուրդ ջան, օծը տանդ մեջն է հայախոս, լոմիկը փաստորեն ջվուդի աղջիկներն են, էգան մտցրեցին նոր կուլտուրա, երիտասարդները պետք է առանցին ապրեն, որ մենձերը չխանգարեն, երիտասարդները ոնց ուզում են թող իրանց հասկանալով ճիշտը ապրեն, ահա, երիտասարդ մաման գնում է, եղունգները լցնում է, գնում է օֆիս, նաուշնիկները հագցնում է անգջներին, նստում է կամպյուտերի դեմ, լավից վատից հղիանում է, գալիս է ասում է, նյանիչկա պիտի վերցնեմ, աշխատավարձս լավն է, աշխատատեղս չկորցնեմ, ոչ թե թորին կիսուրն է պահում, այլ ինչ-որ մեկին բերում են տուն, լարիվ ուրիշ չուժոյ մարդ, էլի պարավ մի կին, որը փողի խատր գալիս է ստիպված ուրիշի թորին է պահում, քանի որ ինքն էլ է զարկացած լոմիկ տան մեջ պահում, իրան էլ են ասե առանցին գնա ապրի, ոնց ուզում ես ապրի։ Ու փաստորեն երեխեքը զրկվեցին արմատներից, ժողովուրդ ջան, հայ երեխեքը լոմիկ մամաների դաստիարակության պատճառով զրկվեցին տատիներից, պապիներից, որոնք հեքիաթներ էին պատմում, որոնք արագներ էին պատմում, որոնք իրանց կյանքի միջից լիքը բաներ էին պատմում, որ երեխեն ճիշտ ու սխալը հասկանա։ Այդտենց քանդեցին հայոց պապենական պատրիարխալն է ճիշտ ապրելու ձևը,
Լոմիկները քանդեցին փաստորեն։ Հիմա տատիները հայտնաբերվան շատ ծանր վիճակի մեջ։ Լոմիկները փաստորեն դարձան կաբլուկ իրանց ամուսիններին, դաշտանները խմցնելով սարքեցին ջենտլմեն, որը կնոջ դեմ դռներն է բացում, ամեն օր պիտի ժպտա, ծաղիկներ բերի, այդեն սարքեցին իրանց ջենտլմեն անվան տակ պատկաբլուչնիկ։ Լոմիգը, տուն քանդող լոմիգը դարձավ այդ օջախի տղու վրի կաբլուկը, որ դրելա ճզմզումա, երեխեն էլ, որ այդ տղամարդու փողերով այդ տղամարդու ծոցը քնելով պահումա, փաստորեն կաբլուկի կամակադառնա, կաբլուկի տերերի ծրագրով քանդումա հորտունը։ Ինչ եղավ, այդ տատիները իրանց կոպեգներով ուրիշների թորները պահելով, այսօրվա օր հայտնաբերվել են այն վիճակի մեջ, որ դնում են առևտուր են անում, մեկն ասում է 10,000 եմ ավելացրեմ, մյուսն ասում է 100,000 կավելացնեմ։ Տեսակ ոնց են վերաբերվում իրական վերաբերմունքը հայ պապիների տատիների հանդեպ, բայց այս տիգնոչեդը ինքը կնգարվի ու նա շատ սիրով նգարվեց այդ լոմիգը իրանց թլպատված պիդաֆիլի հետ։ Ժողովուրդ ջան, ձեզ ասում եմ, որ ձրի, ինչ-որ պետության հաշվին, ձեզ գումարներ են տրամադրում սոցիալնը ստրխավանի հաշվին, սոցփաթեթների հաշվին, գնաք ձրի ստուգվեք։ Ժողովուրդ ջան, ձեզ ձրի գերեզման են ուղարկում։ Այդ փողերը, որ հատկացված են, իբր թե դուք գնաք ձրի ստուգվելու, բոլոր բժշկական հաստատությունները ջհուդների ձեռնա։ Ձեզ ուղարկելու են ռենտգենի, ձեզ ուղարկելու են անալիզների, ձեզ ուղարկելու են էխոների, չգիտեմ այնտեղ MR3, չգիտեմ ինչ զայրումար հորինված տեխնիկաների մեջ մտցնեն հանեն, իրանք ոչ ձեզ կստուգեն, ոչ ձեզ գնայեն, այդ փողերը պետության հաշվին ձեր անվան տակ իրանք աշխատելու են, ձեզ մի քանի հատ դիագնոզ գրեն, ձեզ կսարքեն հիվանդ, կուղարկեն նորից հիվանդանոցները ու կսկսեն ձեր ընտանիքներից փողեր կտելը։ Ու այդ փողեր կտելով ձեզ կտանեն ձրի կկոխեն գերեզմանոցը դագաղի մեջը։ Ու էլ ոչ այդ 10,000-ներ, որ ավելացրին իբր թե, ոչ էլ այն 100,000-ը, որ պիտի ավելացնեն, էլ ոչ մեկին ձեզ փող չեն տա։ Ձեզնից այդենց կազատվեն, ոնց որ այսենց մեշոկը բռնեց, որ քաշի, այն կողքի քաղաքացին իբր թե, ոնց բռնեց ձեռից, այսենց վերացնում են, այնենց որ խելքի արեք հայեր ջան, ոչ մեկից դուք 3 միլիոն վարչապետ չեք, դուք ընդամենը մի շեն եք, որին ժպտալով ոտի տակը փորում են ժողովուրդ ջան, հայեր ջան, վերացնում են մենձերին էլ, երիտասարդներին էլ, միջին սերունդն էլ, աշխարհում մնացել է երկու կետ, որ հայությունով է լցված, դա Ջավախքն է ու Հայաստանն է, ժողովուրդ ջան, քանդել են ամբողջ մենց Հայաստանը, մենց հայկը, քանդելով կտոր եկել են, ոնց որ Դամբասը կամպակտն է, բնակեցված էր ռուսներով, հանին ուկրաինցիներին ու ռուսներին իրար դեմ, կոտորեցին ժողովուրդին, այդենց էլ հիմա փորձում են Ջավախքն ու Հայաստանը վերացնեն, 100 տարի առաջ Նժդեն, Անդրանիկը, Գևորգ Չաուշը, պահեցին մեր հերոսները, պահեցին մեր ժողովուրդի հետ, Հայաստանից, սենց ասեմ, նմուշը, չկարողացան վերացնեն, հիմա լծված են 100 տարվա մեջ
Ստորագրեցին Ղարսի պայմանագիրը, հայերին փափուկ բարձ դրեցին գլխի տակ, որ 100 տարուց հետո հողերը ետ կտան։ 20 միլիոն հայ չեն մորտե, որ 100 տարուց հետո հողերը ետ տան։ Հողերը բերեցին մեր գլխին, ժողովուրդ ջան։ Հիմա 100 տարվա մեջ time out վերցրին, 100 տարվա մեջ ցրտվեցին, տարածվեցին, ընդհանուր դեպետություն է սովետական միության, դե ինչ տարբերություն է, էլի թող մի քիչ էլ էստեղ ոչխար արածացնի, ընդամենը ոչխար արածացնում, էսի ովա որ ոչխարից շուտ, ոչխարից շատ, իրանք ցրտվեցին ու տարածվեցին, սովորան հայերեն լեզուն, դարձան նովի Արմենի, ինչքան բոշական, տլպատված, տարածվեցին, հիմա քանդում են հայոց տունը, ժողովուրդ ջան, թոշակառույներ ջան, դուք տեսաք իրական վերաբերմունքը, մենձերի, հայ մենձերի հանդեպ, ընդհանրապես հայի հանդեպ, ժողովուրդ, խելքի արեք, սրանք բոլորը թշնամիներն են հայախոս, ձեզ որ ասեցին 3 միլիոն վարչապետ կդառնաք, հետո ասեց ձեր քյասիբությունը ձեր խելքի մեջն է, ժողովուրդ ջան, հասկացեք, այն որ ասում է աբակակա, այս տիկնոջ հետ որ կնկարվի ինքը, այս հայախոս զոմբի աժեխը որ նկարում են իբր թե հայերն են, մեկն էլ բերել է, պարոն վարչապետ բերել եմ աղջիկաս մայրանալու, հայերին ձեռ են առնում, տղեկներին սպանեցին, պակիստանցիներին լցրեցին, հայկինը իբր թե տանում է վարչապետի մոտ, աղջիկան, հղիացնելու, հասկացաք ժողովուրդ ջան, ոնց են սցենարով հայ ազգին փորձում են խայդարակ անել և ձեռ առնել, այնենց որ հայեր, աչկերըց լեմ բացեք, Էդին խելքը, որ ասվելա գոյնե էդ էդին խելքը միացրեք, հերիկա այս հենց կադուն նայեք, նստածա, էսի իրան տեղնա, եթե վատ վերաբերվեմ չի գա նստի, այդ ձեզ հետ ստից լավ այս հենց վերաբերվում են ստից, որ ձեզ ոնց ուզենում են շոհում են ու դուք իրանց ենտարկվում եք ժողովուրդ ջան, կադուն որ կադու յա, մի բան իրան դուրը չեկավ, ծռպալու է աչկերիս մեջ հաստատ իմացեք, դուք ձեր աչկով տեսաք իրական վերաբերմունքը ու իմացեք, ձեզ խապում են ժողովուրդ ջան, հերիկա խապված ժողովուրդ լինենք, հերիկա խապված ազգ լինենք, ինչ ուզում ես այս աշխարհում մարդկության համար, բնության համար, ստեղծեցիր հայ ազգ, ինչ ուզում ես ստեղծեցիր, այսօր դու վայելում ես քո ստեղծածը, զենքը ստեղծեցիր, դու այդ զենքով պաշտպանված ես, ձեզ ասում են Հնդկաստանի հետ պայմանագիր աստորագրե, 3 չառաջ օր էլ Ֆրանսիայում գնացե, ինչ որ չգիտեմ կասմիչսկի, զենքերա պայմանագիր իբր թե ստորագրե, Սուրեն Պապիկյանեն, որ բաննագում աֆիցերի է խփել դանակով, հիմա պաշտպանության նախարարը, բա, այս են ձեզ կուտ տալով ժողովուրդ ջան, որ իբր թե զինվում ենք, իբր թե պաշտպանվում ենք, այդ հենց ղեկավարներ ունենք, Արցախը հանձնին, զենքն էլ հետը հանձնին, զինվորներին բերեցին ստից Կալաշնիկովի գործարանը դրեցին ստեղ արտադրեցին Կալաշնիկովը, որ 50% Կալաշնիկովները եղել են անպիտանի, այսինքն մեր զինվորը ոչ թե զինված է եղել, ինքը ուղիղ դարձել է մի շեն, թուրքը խփի իրան, հասկացաք հայեր, ոչ զինվում են, ոչ պաշտպանում են, այդ զենքի փողերը փոխանցում են, լվանում են, ուդում են, ժողովուրդ ջան, մեր հաշվին
հարգերը տանում են, դրանից բաց ելավ են Վիգեն Սարգսյան, մեկ ազգ, մեկ բաննակ, 1000 դրամներ էր, թե ինչ կան հիմա ավելի շատացրել են 5 տարի չեմ աշխատում, չգիտեմ, առաջնահերթին հարգերը մուծելուց առաջ բաննագի փողերն ենք փոխանցում, իբր թե բաննագն են հզորացնում, տեսակ, ինչ արեցին, գեներալները, փորները, բիսպրիձելնա, իրանց ջվուդները, թուրքերը, հայախոս, ռեմենները, չգիտեմ ինչ ռազմերեա, չի ծկվում փորի վրա, պարկետնի, ասում են պարկետնի գեներալներ, 123 կարծեմ, հա, գեներալ ենք ունեցել Սերժի օրով արդեն, 123 գեներալ, այդ ենց փողերը կտեցին, այս ծմկած փորերը այսենց լծրեցին, մեր տղեկներին, երեխեքներին տարան, դեմ տվեցին, ասեմ ինչ են անում, ժողովուրդ ջան, թալիշներին, լիզգիններին էսյանից են ուղարկում, հայերին էսյանից են ուղարկում, թալիշներին, լիզգիններին հենց Ադրբեջանից են խփել, ստեղ էլ Հայաստանից են խփել, գնացեք իմացեք ինչ ա եղել, Իսկանդերը Հայաստանից ա խփել մեր տղեկներին, տեսակ, համոզվեցիք, իմացեք ինչա կատարվում, հայի զայրույթը, անարտարության դեմ, տանդ մեջ հայ ջան, սովորական թշնամի չի, օծը խո հենց են չի իրանց սիմվոլը, այսենց քիչ-քիչ, են որ ասում կտոր, քիչ-քիչ, սենց սողալով գալիս է, ոդիդ բուդմադը լիզելով գալիս է հասնի այստեղ արունըտ խմի, բարի բուն իմաստությամբ, մարտակեր արունախում, ժողովուրդ, բարի բուն իմաստությամբ, հասկացեք, հենց են չէ 8 տարի գիշեր ցերեկ կռիվ ենք տալիս, այդ որ մեզ սովորցնում են թուրք, հենց ջվուդն ա ժողովուրդ ջան, Օսմանները հիմար չէին, որ իրանց կայզերությունը քանդեն, սարքեն Թուրքիա պետությունը, Էդ այսօր որ վիդեոն տեսել եք տարածվել ա, էռատոն գնացել է տոդիկ բոբիկ ոտերով, մսկիտի մեջ այսենց մի հատ արեց ու դուրս եկավ, ինչի նամազն էսքան կարճ էր, թրի վրի արեց, ուզում են ասել, որ ջվուդ չի թուրքը մուսուլմանը, թուրքերը հենց ջվուդներն են, քրդերը հենց ջվուդներն են, ազերները հենց ջվուդներն են, են որ Պալեստինային, երկրագունդի կեսից շատ մուսուլմանական աշխարհը, են որ Պալեստինան ամբողջ աշխարհի աչքի առաջ, ոչնչացրել են ժողովուրդ, մի հավատացեք, որ այնտեղ պալեստինցի կա, օրենք ընդունեցին շամպանսկիով, նշեցին, որ Իսրայելը մահապատիժը վերակայնացրեց, վերադարձրեց ու հայտարարեց, որ եվրեյների դեմ, ով որ ոտնձգություն արեց, իրանց մահապատիժը ու կապ չունի աշխարհի գործերին, դուք տեսաք սյոմկեկը, գեղեցիկ տղեկ, ոտերը ժնջիլները կաբած, ոնց որ չգիտեմ որ դարի նման, ձերքերը ժնջիլներ կաբած, օրը 500 պալեստինցի պիտի կախեն, դաժե ոչ թե սրսկեն, սպանեն, օրը 500 պալեստինցի պիտի սպանեն պալեստինցիներին, տղամարդկանց, ժողովուրդ, միտեղ որ մի բան կիրառեցին ստացվա, դա տարածվելու է, հիմա, են 5 տարի առաջ, որ սկսվեց ստեղից, հլը դեր պիտի ուսումնասիրենք եղերնը տեղի է ունեցե թե ոչ, դեր պիտի ուսումնասիրենք ովքեր են արել եղերնը, են որ մի քանի օր առաջ, Էլան հաճացին, որ դաշնակներն ու ռուսներն են արել, արդեն օֆիցիալն են, գոռում էին, սրանք բերելու են խուցպայի ծրագրով, իրանց պոլիտիկանա, որ տերարիստը,
ֆաշիստը իրան ժերտվայինա նշանակում տերորիստ ֆաշիստ, իսկ իրան նշանակում է այդ ֆաշիստի իբր թե ժերտվան ինքնա։ Այսինքն, ոնց որ Սումգայիթում Բաքվում էլան մեզ մորտեցին, էլան ասեցին իրանք են մեզ մորտել, ազերներին իբր թե, հասկացաք, էլան ասեցին, որ հայերն են մեզ մորտել, ոչ թե իրանք են մեզ հայերիս մորտել, այլ հայերն են էլ թուրքերին մորտել։ Հիմա Թուրքիան պաշտոնական հայտարարել է, որ 1915 թվին ոչ թե թուրքերն են մորտել հայերին, այլ հայերն են մորտել թուրքերին։ Ադրբեջանը մեխագները դրեցին, նկարեցին, գրեցին, որ Մեխրիբանը գնացել է, լացել է, այսենց 108 տարի առաջ, իբր թե մենք իրանց եղերն ենք արել։ 108 տարի առաջ, իբր թե մարտի 28-ին, 29-ին, 1918 թվին, իբր թե մենք հայերս իրանց եղերն ենք արել։ Ադրբեջանը ստեղծվել է 1919 թվին, ժողովուրդ ջան։ Ադրբեջան պետությունը, ոնց որ Իսրայել պետությունը գոյություն չի ունեցել մինչև 1948 թիվ, այտենց էլ Ադրբեջանը մինչև 1919 թիվ գոյություն չի ունեցել։ Ոնց որ Հոլոկոստը տեղի չի ունեցել, ոչ Իսրայել պետություն ա եղել, ոչ Իսրայել բանակ ա ունեցել, ոչ զավոդներ ա ունեցել, ոչ մարդ ա կորցրել, այդ սուդա ժողովուրդ ջան, որ 6 միլիոն ջհուդ ա կոտորվել, 6 միլիոն ջհուդ կոտորվելու տեղ 6 միլիոնանոց բանակ ստեղծեր Ջհուդաստանը, ստեղծեն կոտորեին նեմեցներին։ Հասկացաք, ոչինչ չկորցնելով, չլինելով, ոչ ֆիզիկապես պետություն գոյություն չի ունեցել, ոչ իրավաբանորեն գոյություն չի ունեցել Իսրայել պետություն, բայց մինչև հիմա ոչ թե հաղթած սովետն ա ստանում ռիպարացիաները, որ 27 միլիոնից ավել մարդ մենակ զոհվել է, հլդեր այդքան ասում էին, որ այդքան տներ ու գործարաններ ու չգիտեմ էլ ինչ վնասներ ա տարել սովետի ժողովուրդը հաղթում ա ֆաշիզմին, ռիպարացիաներ ստանում ա ոչ թե սովետական միությունը, այլ ստանում ա ֆիզիկապես իրավաբանորեն գոյություն չունեցող Իսրայել պետությունը, մինչև այս վարգյանը, որ Մագդան խոսում ա։ Նույնը Ադրբեջանը գոյություն չի ունեցել 1918 թվին, ոչ մի քարտեզում չկա Ադրբեջան բառը, ուրեմն սարկում են, որ հայերն են հարձակվել ազերների վրա, հիմա հարց առաջանում, եթե մենք հարձակվել ենք ազերների վրա, ոնց եղավ, որ թալիշները, լիզգինները, հայերը կորցրին իրանց հողերը, չեղած ժողովուրդը գոյություն վդրուկ ունեցավ ու գրվավ Ադրբեջան պետությունը։ Իմացեք, 5 տարի առաջ, որ լայվ եմ արել, մտել եմ Վիկիպեդիան, սաղ ինֆորմացիան հանել եմ, լայվն արել եմ, սաղ ցույց եմ տվել, լայվերս ջնջեցին, ինֆորմացիան Վիկիպեդիայի միջից ջնջեցին, փոխեցին ոնց որ իրանց հարմարա։ Հիմա գիտեք եւ վանից է Ադրբեջանը ստեղծված։ Դո նաշը էրը, չգիտեմ այնտեղ ինչ խան, ինչ չգիտեմ, ինչ ստեղծել են Ադրբեջանը, ամենա անեկդոտը գիտեք որն է, որ այնտեղ հարց ա տալի, что древнее Армения и Азербайджан, իբր թե ինքան ճշտախոս ա, գրել են Армения древнее, конечно, Азербайджանը, նո այնտեղ մի 200 տարի տարբերություն, այտենց, հիմա ժողովուրդ ջան, ՄԱԿ-ը ստեղծված է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, ՈԶ-ը, ՕՕՆ-ը, ՄԱԿ-ը ասեցի ՕՕՆ-ը, ՊԱՍԵ, ՄԱՍԵ, ինչ որ կա Սովետ Բիզապասնեստի զայրումարներ, սաղ ջհուդներով ստեղծված է, որ կառավարեն ամբողջ աշխարհը։
Հիմա եթե հայացք պասիվ լինես, հիմա եթե չորոշես ջարդես ջհուդներին Հայաստանում, իմացեք, որ այդ օրենքները իրանք իրանց համար կստորագրեն, Ուկրաինայում արդեն սլավոններին որոշել են հրամանեն ստորագրել, որ պիտի կրդեն, կաստրիրովացան են։ Հիմա եթե Իսրայելը, Ադրբեջանը ու Թուրքիան որոշեն մակով բանով ստորագրեն, որ հայերն են իբր թե իրոք արել, իբր թե մենք ենք 15 թիվ արել, իբր թե 18 թիվը մենք ենք արել, իբր թե Սումգայիթը մենք ենք արել, իբր թե այս 3 Ղարաբաղի պատերազմը մենք ենք արել, սաղ կգրեն մեր վրա, այս դեպքում կամ կախարան, կամ կրդել հայեր։ Մնացել է Ջավախքը ու Հայաստանը։ Այնենց որ այս հարցը ինձ բոլորը գրում են ում ընտրել։ Ոչ մեկի հայեր ծերացա այս 8 տարվա մեջ 80 տարի ծերացա։ Ոչ մեկին ապացույցում են բոլորը իրանք են։ Տեսակ եկեղեցին Էջմիածինը իբր թե պաշտպանող Տաշիր Սամոն բերեց Քրիստոսին խաչողների գեներալին հայոց հողի վրա իբր թե մեզ պաշտպանելու։ Իսրայելը պաշտոնական հայտարարել է, որ ինքը հետևողական է Հայաստան աշխարհը ոչնչացնելու մեջ, ոչնչացնում է։ Բա ջվուտ դոդը, որ եկեղեցու պատի տակ, կարծեմ 4-րդ դասարանում, Սլավոն աղջիկա բռնաբարել, 4 տարի էլ նստել է, այդենց, են էլ Քրիստոսի արձանն է դնում, մեղքի տակ է գցում, իդոլապակլոնիչեստվա։ Քոչարյանը, որ պարզվում է կաթողիկոսը խաչա դեմ տալիս, ինքը գլուխա թեկել, իմիջայլոց ասե, ինձ մի 3 տարի առաջ ասեցին, որ Արցախում հույրանոց կա, անունը չեմ հիշում, Քոչարյանի հույրանոցն է, գեոլոկացիայով որոշեցինք, ասեցին այնտեղ եկեղեցու կրիշի տակ, պատին ճակատին, մասոնական զնակն է խփած։ Որոշեցին գեոլոկացիայով նայենք, էդի չերևաց, բայց եկեղեցու հետևի հատվածը այգու մեջ, գազոնների մեջ, սպիտակ խաչը, ոնց որ Կիրկորովը վազում էր բեմի վրա խաչի վրով, այդեն սպիտակ խաչ, բետոնից սարկած, սպիտակ խաչ, գազոնների մեջ, այսենց գետնին հադուկ գծված էր, Քոչարյանի հույրանոցի հետևը։ Վերջերս միացավ Տաշիր Սամոն իրանց, մի հատ էլ այնտեղ Էլի Սարգսյանը ինչա, նկարները դնում ենք, որ Նիկոլի բանդայից է, սաղ Նիկոլը Էրատո բանդա են, ժողովուրդ ջան։ Սաղ Նիկոլո Էրատո բանդա են, ժողովուրդ ջան, հասկացեք, ինչա կատարվում։ Այս խաղերին հերիկա տրվեք, ոչ կոմենտ գրեք, ոչ ռեակցիա տվեք, որ այդ ցիրկը, որ ֆռում է Հայաստանով մեկ, աղջիկան տանեն Նիկոլի մոտ, որ մայրանա, որ իրանք տեսնեն, որ մեր վրա չեն կարա ազդեն, ժողովուրդ ջան, այս ցիրկը, որ օրենքները խախտելով ձեզ զբաղեցնում են, ընտրարշավը սկսվում է ոչ ավել, ոչ պակաս, մի ամիս առաջ, ընտրություններից առաջ ժամը 8-ին, մի ամիս առաջ ժամը 8-ից,
Իսկ իրանք 4 ամիս առաջ սկսել են իրանց ցիրկը ձեզ զբաղվեցնելու գործը, ժողովուրդ ջան։ Այս հարցն ունի թաքմի լուծում։ Էլ ինձ այդ հարցը մի տվեք։ Ում ընտրենք Մագդա, ոչ մեկին սաղին սատկացնել, ժողովուրդ։ 800,000-ը որ կան ստեղ, սաղին սատկացնել։ Են մնացածը, որ եկել են իբր թե ռուս, ուկրաինցի, պատերազմից փախած, պակիստանցիք, որ ստեղ եկել են իբր թե հնդիկների բան որ ստեղ աշխատեն, դրանք սաղ այդ ջվուդները, որ եկել են ռուսի, ուկրաինցու, պակիստանցու, էլ չգիտեմ, իբր թե Իրանա հայերն են փախնում, Իսրայելը հայերն են փախնում, գալիս են որպես ռեպատրիանտ, ասեմ ձեզ իմանաք, պասպորտներ են տալիս, են 260,000 պասպորտները, որ Վրաստանի սահմանում բռնել էին ոչ թե արտարության համար չտան, երևի լավ փող վերցրեցին, գլխից չեն տվել, լավ փող վերցրեցին, պասպորտները բերել են, հիմա սրանք, որ գալիս են ազերները ու ջվուդները, ժողովուրդ ջան, որպես հայ փախստական, իրանց պասպորտներ են տալիս, քաղաքացի են սարքում, որ են որ վազվզում են, հետո ասեն հայեր նորից, Նիկոլն իրանց մորտեց, սպանեց, իրանք վերընտրեցին, հիմա էլ կրկնագիր զոմբի արժեք ենք իբր թե, նորից Նիկոլ ենք վերընտրելու, դրանք սա խաղ են խաղում, ոչ թե պայքար է գնում, դրանք դաշտը ապոզիցիա դաշտը զբաղվեցնում են ժողովուրդ ջան, որ հայը քիթը չկարողանա կողի մեջը, հասկացաք, դրանք նորից Նիկոլ են բերում, ժողովուրդ, դրանք նորից Նիկոլ են բերում ու խաղը տանում են այնց, որ իբր թե մենք զոմբի արժեք ենք, մայրանալ ենք ուզում, Նիկոլի հետ նկարվել ենք ուզում, Իշտոյանը ռուկոյ պատրոգից ուզում ենք, հասկացաք ինչ խաղ են խաղում, որ վաղը ասեն դուք եք վերընտրել, հասկացեք հայեր, այս հարցն ունի մի լուծում, անարտարության դեմ, արունախումների դեմ, մարտակերների դեմ, աստծու զայրուտը, հայ, հլը մի հատ ոտիդ բուդ մադին ամմեկից որ կոխեն, ինչ կանեք, ուղագի պատահական, դե հիմա հասկացեք, որ բաննագի երեխեք առաջնահերթին վտանգի տակ են ժողովուրդ, եթե հայտարարեն, որ հայազգը տերորիստ է, ինչ կլնի տղեկների հետ, հայոց բաննակը կհայտարարեն տերորիստական բաննակ ու սաղ տղեկներին կամ կկախեն, կամ կկրտեն, բոլոր ով որ Արցախի պատերազմի մասնագիծ է եղել ու իրանք արդեն չեն նստի նա եղել ես թե չէ, ամբողջ աշխարհով մեկ հայերի վրա որս են հայտարարելու կամ կախեն կամ կրտեն, իսկ մեզ ընդամենը պետք է զայրանալ անարտարության դեմ, մեր երեխեքների կյանքը պաշտպանենք հայեր, եթե մենք այս սերունդը չպահենք, աշխարհում էլ հայ չի լինի, ումից եք հայ ստանալու, բոզերին բերել են վրաքաշան են, հասկացաք, տեսակ, քաղաքական դաշտում բոլորը ովքեր որ կան, սաղ իրանք են, հայախոս, թուրքա ջվուդ, զոմբիա ժեխա, ֆու, մարդ զզվում անկամ, ժողովուրդ, ձեզ վախեցրել են, Հայաստանում ապրողներ, ձեզ վախեցրել են թուրք սարսափելի, ոչ ինչությունը, սրանց զորությունը բացած ճվերն են, իրանց բոզերին, որ ստեղ հայախոս են, Ուկրաինայում ուկրաիներեն են խոսում, այնտեղ Զախարովայի ճվերը դնում են Պուտինի նկարի դեմ, սրանց խաղի մեջն ազորությունը իրանց էսվիրներին ներդրել են բոլոր երկրներում, ճվերը բացում են, հաշվի թե պետությանը դռները բացեցին, հասկացաք, վсё, հլը դու կատաղի ջղայնացի հայ, դու տես ինչ հրաշքա տեղի ունենալու, սրանց զորությունը ընդամենը դա է, ներսում
Իրանց այս բոզերը, որ ձեզ դեմ են տալիս, մեզ դեմ են տալիս։ Էդքան բան, հայեր։ Շնորհակալություն, գիշեր բարի, բարի լույս։